Բանկի քարտով հունվարի թոշակը ծախսած տատիկ պապիկներն առաջին անգամ այս ամիս արդեն մինչև 10,000 դրամ հետ վճար կստանան։ Թոշակի բարձրացման նման ձևից, որպեսզի բոլորը կարողանան օգտվել, ապրիլից Հայաստանում անկանխիկ է դառնում նաև փողը դեռևս հայփոստից ստացող մոտ 26,000 մարդկանց վճարումը։ Խոսքը 75 տարեկանից մեծ անձանց և առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող թոշակառուների մասին է, տեղեկացնում են սոցիալնախարարությունից։ Մնացել են հիմնականում տեղաշարժման սահմանափակում ունեցող մեր շահառուները եւ այնուհանդերձ որոշվեց, որ այս դեպքում եւս անցնելու ենք անկանխիկ վճարման։ Այս 26,000 շահառուներին էլ խնդրում եւ հորդորում ենք, որ իրենց վճարման եղանակի փոփոխությունը, եթե նրանք հնարավորություն ունեն, դա կատարեն ինքնուրույն ու դա կատարեն մինչև մարտի 1-ը։ Թոշակն այս պահին կանխիկ ստացող 26,000 անձանցից 2,500-ը պարզվում է դեռ պետք է նաև նոր անձնագիր հանի, որովհետև ունեցածի ժամկետն արդեն լրացել է։ Ընդ որում առկա վիճակագրության համաձայն համակարգի մոտ 10-15,000 շահառու ծերության կամ առողջական խնդիրների պատճառով գանված է անկողնում կամ այնքան չի շարժվում, որ նրանց փաստաթղթային հարցերն ամենայն հավանականությամբ կլուծեն ՆԳՆ-ի շրջիկ սպասարկման և բանկերի սուրհանդակային ծառայությունները։ Եթե քաղաքացին ի սկզբանե չի կարողանում բանկ այցելել, բանկային հաշվի քարտի թողարկումը պայմանագրի կնքումը իրականացվելու է տանը սուրհանդակային ծառայության միջոցով։ Սուրհանդակը կկապնվի այն հեռախոսահամարով, որը տրամադրելու է միասնական սոցիալական ծառայությունը, փորձելու է բանկի քարտի պայմանագրի եւ քարտի առաքումը իրականացնել տուն։ Թոշակի հետ միասին երկրում բացառապես անկանխիկ են դառնում բոլոր տիպի սոցիալական վճարումները, լինի անապահովության նպաստ, կերակրողին կորցնելու թե խնամքի համար տրվող գումար, այնպես որ եթե դրանցից մեկը շահառուն արդեն իսկ քարտով է ստանում, հենց դրա վրա էլ կփոխանցվի գումարը, որ մարդկանց գործը չբարդանա։ Մեկ այլ լուծում, որպեսզի կարիք չլինի հեռավոր գյուղից երկար ճանապարհ գնալ մոտակա բնակավայրի բանկի մասնաճյուղում քարտ հանելու, հնարավոր կլինի դա անել նաև ինտերնետով, միասնական սոցծառայության SocService AM էջում։ Բանկի ընտրության վերաբերյալ քաղաքացին կտեղեկանա, եթե ինքը ունի մեզ մոտ հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե, որովհետեւ մենք հետադարձ կապի միջոցներով քաղաքացուն տեղեկացնենք, թե որ բանկն ենք ընտրել իր համար, եւ նաեւ կլինի ծրագրային ապահովման միջոցով մեր ծառայության կայքեջում մի այդպես հողում կլինի, որով կմտնեն իրենց անձնագրային տվյալը կամ հանրային ծառայության համարանիշը կհավաքեն եւ դարձյալ կտեսնեն, թե իրենց համար ինչ բանկ է ընտրված։ Պետությունը թոշակառուի համար ավտոմատ եղանակով բանկ կընտրի, եթե անձն ինքը դա չկարողանա անել մինչև մարտի 5-ը։ Ընտրելու են առավելագույն հետվճարի այս հունվարից արդեն 20+2%-ի հնարավորություն տվող արքայի քեշբեքի տարբերակը։ Քարտերը թողարկվելու են ի սկզբանե բոլորը արքա տեսակով, այսինքն ուրիշ գործողություն անելու կարիք չկա։ Այն քաղաքացիները, որոնք ինքնուրույն կարող են իրենց բանկային հաշվի պայմանագիրը կնքել եւ մոտենալ բանկ, նրանք ուղղակի պարզապես պետք է ասեն, որ արքա են ուզում, արքա վճարատեսակով են ուզում քարտերը, եթե իհարկե վիզա չեն ուզում։ Իդեպ սոցցանցում տարածվող լուրը, թե թոշակի քարտով ապրիլից հնարավոր չի լինի բանկոմատից գումար հանել, սուտ է։ Ցանկացած չափով կանխիկացնել բոլորը միշտ կարող են։ Ընտանիքում ապրող թոշակառուին զավակները դեռ կօգնեն, ինչ անի միայնակ ծերունին։ Հարցերն այնքան շատ են, անգամ եթե բանկ հասնի, թղթաբանության մեջ խճճվելու է։ Քարտերի համար այնտեղ էլեկտրոնային հասցե են ուզում, օրինակ չգիտեմ, 86 տարեկան պապիկը ինչ էլեկտրոնային հասցե պետք է ներկայացնի։ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը իր համար այնուամենայնիվ կփորձի բացել էլեկտրոնային փոստի հասցե, եթե քաղաքացին համաձայն չլինի կամ չգիտեմ։ Ամեն դեպքում էլեկտրոնային փոստի հասցեն պետք է բանկային հաշվի քաղվածքներ ստանալու համար։ Ասուլիսին բնակչությունից առցանց ստացած արձագանքները բազմաթիվ էին։ Բանկի ուղարկած քաղվածքը ծերունին համակարգչով է ստուգելու թե սմարթֆոնով։ Մինչև հիմա, եթե կարող էր հարևանի երեխային 1000 դրամ տալ, խնդրել գնա խանութից իր համար հաց բերի, առաջիկայում որ բանկի քարտն ու գաղտնաբառը վստահի հետո ինչպես ճշտի, փողից որքանը պակասեց։ Թոշակը նրանք սուպերմարկետում չեն ծախսում, սովոր են շրջիկ մեքենայից կանխիկով միրգ բանջարեղեն առնել։ Մարդկանց անհանգստացնող խնդիրներին ծանոթ են, բայց անհրաժեշտ է նորույթի նաև դրական կողմը տեսնել, ասում է կենսաթոշակային վճարումների վարչության ղեկավարը։ Սկզբում ինչ-որ մի բան գուցե կանխիկացնի, ես էլ դա ընդունում եմ։ Պապիկա, տատիկա, թոռնիկին մի հատ կանֆետի, մի հատ բուֆետի, մի հատ չգիտեմ ինչի փող կտա, բայց երբ որ ինչ-որ մի բան այնուհանդերձ անկանխիկ վճարում անի եւ հաջորդ ամիս որոշ գումար ստանա, այսպես ենք մենք նորին սովորում այդ հաշտվում նորի անհաշտ կողմերի հետ։
Մարտի թոշակը Հայաստանում վերջինն է լինելու, որ վերջին խումբ մարդիկ կստանան կանխիկ, ապրիլից վճարումները կդառնան անկանխիկ։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։